Ողջունենք մեր քաղաքացիներին, ողջունենք հայ ժողովրդին։ Մայիսը յուրատեսակ ամիս է մեր ժողովրդի պատմության մեջ։ Գիտենք, որ մայիսին են տեղի ունեցել մայիսյան նշանավոր հերոսամարտերը, Սարդարապատի, Բայշապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերը եւ 1918 թվականին այս օրերին Սարդարապատ, Բայշապարան, Ղարաքիլիսա ուղղությամբ շատ թեժ մարտեր էին ընթանում։ Գիտենք, որ 1917 թվականի հեղափոխությունից հետո ռուս-թուրքական ռազմաճակատը փլուզվել էր, քանի որ ռուսական զորքերը մեկ նահանջում էին, մեկ հետ էին գալիս, հետո վերջնականապես նահանջեցին եւ այդ ամբողջ հսկայական ռազմաճակատի ծանրությունը մնացել էր փոքրաթիվ հայկական ուժերի վրա եւ հայ զինվորները երզնկայից մինչեւ այստեղ թեժ մարտերով նահանջում էին եւ արդեն մայիսյան այս օրերին թուրքերը հասել էին այստեղ եւ սպառնում էին հայության սրտին եւ եթե Սարդարապատը, Բայշապարանը ընկնեին, ապա ցեղասպանության գործը Թուրքիայի նախաձեռնած կհասներ իր վերջնանպատակին եւ հայությունը ըստ էության վերջնականապես կբնաջնջվեր նաեւ Սարդարապատի, Բայշապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերով մենք կարողացանք ապահովագրել նաեւ Վրաստանին, որտեղ իրանք լայնամասշտաբ հարձակում էին նախաձեռնել դեպի Արևելք, դեպի Վրաստան, դեպի Հայաստան, Ադրբեջան, այսինքն ուզում էին զբաղեցնել ըստ էության ամբողջ տարածաշրջանը եւ Սարդարապատում եւ Բայշապարանում հայկական ուժերը կործանարար հարված հասրեցին եւ կարողացան յետ մղել թուրքերին եւ դա տեղի ունեցավ բացառիկ մոբիլիզացիայի, բացառիկ կամքի եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, այսինքն հանրային բոլոր շերտերը ի վերջո մի կողմ դրեցին տարաձայնությունները եւ հասկացան, որ մի մազից են կախված եւ եկեղեցին, զինվորականները, ժողովուրդը, ազգային փոքրամասնությունները, մասնավորապես եզդիների մասնախոսքը եւ ուժերը մեկ արեցին եւ կանգնեցրեցին թուրքական էքսպանսիան դեպի Անդրկովկաս։ Եվ հենց այս առիթով էլ մենք հավաքվել ենք այստեղ, երևի խոսքը փոխանցեմ ձեզ, ես հետո էլի մի քանի բան պետք է ասեմ։ Ողջույն, սիրելի հայրենակիցներ, ես նույնպես ողջունում եմ, շատ լավ գաղափար էր, այս գաղափարը, ասեմ, որ Կարպիսի գաղափարն է, որովհետև տեսեք, մենք նշում ենք մայիսի 28-ին հաղթանակի տոնը, առաջին հանրապետության, բայց շատ կարևոր հանգամանք կա, որ կռիվները այս օրերին էին գնում, եւ մենք հիմա ենք եկել այստեղ, այն օրը որ կռիվը գնում էր, եւ ուզում ենք սրանով նաեւ ուղերձ հղել մեր ժողովրդին։ Ուղերձն այն է, որ շատ լավ ասեց Կարպիսը, որ մի մազից էր կախված հայության ճակատագիրը, եւ ինչ են արել։ Համախմբվել են, բոլորը իրենց ռեսուրսները ներ են դրել եւ կռիվ են տվել ճշնամու դեմ, եւ բացարձակ իրացիոնալ չի եղել այս կռիվը, որովհետեւ Հայաստանում կա մտայնություն մեր քաղաքական էլիտայում, էլի, որ Սարդարապատ, սա Սարդարապատ է, նույն 44 օրյա պատերազմի ժամանակ ես խոսույթ կար, դրանից հետո կար միտքը որն էր, որ ռացիոնալ պայքարի ամբողջ գործիքները թողնվում է մի կողմ եւ ասում են, բա Սարդարապատի ժամանակ ոնց ա եղել, այս sense ենք հաղթել, հիմա կարանք հաղթենք, զանգերը խփել են դրա համար կրել։ Բարև ձեզ։ Լավ, մերսի շատ։ Առանց բանի, առանց հասկանալու, որ ռացիոնալ պայքար է եղել, ռացիոնալ հաշվարկ է եղել եւ հաղթանակ։ Ոչ թե ասենք բան էլի, տենց ինչ որ գժությամբ, հա, ինչ որ Այստեղ ես մի բան ասեմ, բանանելով սովետական պատմագիտությունը այդ մասնակիցների դերը նվազեցնելու համար հաղթանակը վերագրել է հավաքական հայ ժողովրդին։ Ինչ որ մոտեցում կա, բայց այս հաղթանակը ունի կոնկրետ անուններ։ Արամ Մանուկյան, Սուրենյանց Կաթողիկոս, Թոմաս Նազարբեկյան, Մովսես Սիլիկյան, Դանիել Բեկ Փիրումյան, Քրիստոֆոր Արարատյան, կոնկրետ անուններ կան։ Եվ սա իսկապես շատ ճիշտ ասեցիք, գժության մասին չի, խենթության մասին չի, եւ այս ճակատամարտը առաջնորդել են պրոֆեսիոնալ զինվորականները, կայսերական, ռուսական կայսերական ռազմական ակադեմիան ավարտած եւ մենք հաղթել ենք մտքով։ Եվ սա ամենակարևորն է, որտեղ Նիկոլ Փաշինյանին թվում է թե 44 օրյա պատերազմի ժամանակ որ ասում է սա մի նոր Սարդարապատ է, մենք կհաղթենք, բայց այդպես չի լինելու։ Մի նոր Սարդարապատ նախաձեռնելու համար պետք է ունենալ միտք,
կրթություն, հանրությանը մոբիլիզացնելու կարողություն, ինչը այստեղ եղել է, ինչը Նիկոլ Փաշինյանը չկարողացավ անել Արցախում։ Սարդարապատ գոռալով չի, Սարդարապատ պետքա կարողանալ անել։ Կազմակերպել եւ ճիշտ կառավարել։ Չլինել Արամ Մանուկյանի այդ կազմակերպչական ձիրքը, ոչինչ էլ չէր լինի այստեղ։ Ցելի այնակիստը նախ ուզում ենք շնորհավորել մեզ բոլորիս, որ մենք այն ազգի սերունդներն ենք, որ նման հաղթանակներ են կերտել, առաջինը սա, եւ ճիշտ ունեցել ենք միշտ վայրիվերումներ, հաղթանակներ, պարտություններ, բայց շատ կարևոր հանգամանք կա, որ մի ազգ, որը կարողանում է նման հաղթանակներ կերտել, այդ ազգը նաեւ կարող է ելի այդ հաղթանակներից կերտել, եթե լինի ռացիոնալ, հաշվարկված, արկածախնդրություն չանի, իրան գժի տեղ չդնի, հա, այսինքն քաղաքական էլիտայի նաև քաղաքական մտքի սրության մասին այս ամեն ինչը եւ կարող մարդիկ զամանան ասեն հիմա 4000 շավա գնում, չէ, ինչ որ մարդիկ վիճում են, կռվում են, բանավիճում են, իրար ինչ ասես ասում են, բան, մենք եկել ենք այստեղ Սարդարապատի ես հրաշք հուշահամալիրի մոտ մենք բան ենք անում, մեր ժողովրդին ուղերձներ ենք տալիս։ Ինչ կասես այդ մասին։ Մենք չընդհատվող Սարդարապետյան տրամաբանության կողմնակից ենք։ Խոսքը անվերջանալի պատերազմի մասին չի։ Այսինքն ազգային մոբիլիզացիա տարբեր հարցերի շուրջ, ազգային մոբիլիզացիա տնտեսության համար, արդար պետություն ստեղծելու համար եւ ինչու՞ չէ նաեւ Հայաստանի հակառակորդներին յետ մղելու եւ ջախջախելու շուրջ։ Այսինքն Սարդարապետյան տրամաբանությունը պետքա միշտ գործի, այլ ոչ թե առաջնորդվենք վերջին հույսի ճակատամարտի տրամաբանությամբ։ Համաձայն եմ։ Բանը բանից անցել է, նոր մոբիլիզացվենք ու փրկվենք։ Այդպես չի լինի եւ այդ Սարդարապետյան լոգիկան պետքա անդադ եւ միշտ շարունակվի եւ Նիկոլ Փաշինյանը այստեղ մի բան էլ չի հասկանում եւ ընդհանրապես եթե Սարդարապետի ճակատամարտը, մայիսյան հերոսամարտերը, առաջին հանրապետության պատմությունը ճիշտ դասավանդվեր դպրոցներում, այդ դասագրքերում հեքիաթներ չպատմեին, մենք չենք ունենա Արարատ Միրզոյաններ, Ռուբեն Ռուբինյաններ, այդ դասերը, որ իրանք ճիշտ հասկանային, մենք չենք ունենա Նիկոլ Փաշինյաններ եւ 100 տարի անց իրանք չեն գնա եւ նմանատիպ պարտություններ չեն բերի մեր գլխին, որտեղ իրանք ամենակարևոր դասը չէին հասկացել, որ ճակատամարտի հաղթանակից հետո պետք է գա ճիշտ քաղաքականությունը, որտեղ ես ուզում եմ հիշեցնել, այս տարածքներում թուրքերին ջախջախած հայերը ընդամենը 2 տարի անց հանձնեցին Կարս քաղաքը եւ պարտվեցին հայ-թուրքական պատերազմում։ Ես ուզում եի դա ասեմ, որ դրա մասին է խոսենք։ Եվ դա ինչի հետևանքներ, սխալ քաղաքականության, քաղաքական պահը չզգալու, որովհետեւ մենք էլ հաղթեցինք առաջին Արցախյան պատերազմում, հետո քայքայեցինք եւ արժեզրկեցինք մեր հաղթանակը, եւ հետո Շուշին եւ Ստեփանակերտը տարանք նվիրեցինք Ալիևին, սխալ քաղաքականության պատճառով։ Այ Նիկոլ Փաշինյանը եթե սա հասկանար, որ Սարդարապետում հաղթածները հետո հանձնել են Կարսը առանց լուրջ կռվի։ Միգուցե 2019 թվականին այլ քաղաքականություն իրականացներ։ Միգուցե հիմա այլ քաղաքականություն իրականացնի, որտեղ մի նոր պարտության է տանում։ Այսինքն մենք կանխատեսում ենք կարծես որ եթե այս իշխանությունը վերընտրվում է, վերարտադրվում է, նոր վտանգներ ունենք, անվտանգային, հա, եւ այդ որ շատ է հիմա վաճառվում էլի, պրոդուկտ է վաճառում հիմա, այսօր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց ես հպարտ եմ, որ կարողացել եմ Հայաստանը ազատագրել թակարդից։ Այսինքն այդ իր պատկերացած թակարդից, որ ինքը ազատագրել է, ես կարծում եմ ոչ թե ինքը թակարդից է ազատագրել, այլ թակարդի մեջ է մտցրել։ Ուղղակի էլի post factum հետագայում պետք է ասի կներեք Ժորժ ջան չի հասկանում։ Ոնց որ այն ժամանակ։ Հայ քաղաքական միտքը միշտ միֆերով է առաջնորդվում։ Ինքը այն մեր բնական միջավայրը անվանում է թակարդ։ Ինքը հիմա մեզ փորձում է մեր բնական միջավայրից հանի եւ դուրս շպրտի մեր բնական միջավայրից, որտեղ ինչ եղավ։ Ո՞լ չենք լինի։ Ինչ եղավ առաջին։ Արցախի ժողովուրդը ասում են գերի էր 50000 ժողովուրդ գերի էր Արցախում։ Նրանց ազատագրեցինք ասում են, իսկ թակարդի մեջ էին ըստ իրանց։ Ինչ նկատի ունեմ, օրինակ գբերենք առաջին հանրապետության օրինակով, մենք արդեն 100 տարի մղկտում ենք, որ ռուս-թուրքական դաշինքը կործանեց մեր առաջին հանրապետությունը, մեր հողերը, մեր տարածքները նվիրեցին թուրքերին։ Բայց ըստ էության ինչ էր եղել էլի, Թուրքիան, Ռուսաստանը պարտվել էին առաջին աշխարհամարտում։
Ռուսաստանը դե ի սկզբանե անտանտի կազմում էր, բայց հեղափոխության պատճառով դուրս եկավ պատերազմից եւ դարձավ ըստ էության Բրասլիտովսկի պայմանագրով պարտված կողմ։ Եվ բնականաբար Թուրքիան առանձին, Ռուսաստանը առանձին փորձում էին դիմագրավել Անտանտին, Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային։ Եվ նրանց շահերը համընկնում են, հայտնվում են համագործակցային եւ հետո դաշինքային տրամաբանության մեջ եւ Լենինը ինչ էր անում, փորձում էր հեղափոխական արդեն Աթաթուրքի գլխավորությամբ Թուրքիայի միջոցով կարմիր հեղափոխությունը տարածել մերձավոր արևելքում։ Եվ իրանք համատեղ իրանք շահերը համընկել էին, որ դիմագրավեին Անտանտին։ Իսկ տարածաշրջանում այդ ժամանակով էր Անտանտի դաշնակիցը Հայաստանի Հանրապետությունը, որը նրանք անվանում էին իմպերիալիզմի ворջ։ Նա ես չէի ուզենա տանենք շատ պատմական խորքեր, բայց ուզում եմ մի ուղերձ տանք, որ բայց հիմա էլ չէ, այդ եմ ուզում ասել։ Հիմա նորից Ռուսաստանի հետ հարաբերությունները լարվում են։ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարգավորվում։ Եվ էլի մենք այդ նույն հիմարությամբ մեզ հակադիր ենք դարձնում տարածաշրջանային ուժերին, հակադիր ենք դարձնում Իրանին։ Տարածաշրջանային ուժ է Իրանը։ Եվ հետո հիմա որ վերջում մի վատ բան լինի, պետք է ասենք ռուս-թուրք-իրանական դաշինքը ինչ արեց Հայաստանին։ Ժորժ ջան, ես ինչ եմ ուզում ասեմ, ուզում եմ ասեմ, լավ կարելի է օրինակ պատմության դասերը լավ սովորած, պատմությունից լավ հետևություններ արած, պատմությունից ճիշտ գործիքներ վերցրած մարդկանց օրինակ ընտրել այս հունիսի 7-ին։ Եթե իրանք դպրոցում սա սովորած լինեն, մենք չենք ունենա Արարատ Միրզայաններ, Ռուբինյաններ, Նիկոլ Փաշինյաններ։ Լավ չեն սովորել 8 տարի իշխանության։ Դե պետք է հանել, եթե չեն սովորել, թող ժողովուրդը իրանց ասի լավ չեք սովորել ձեր դասերը, ձեզ հեռացնում ենք։ Թող գան այն մարդիկ, որոնք դասերը լավ են սովորել։ Որոնք դասերը լավ են սովորել։ Ես ուզում եմ ասել, որ ուղերձը այստեղից, որտեվ ընտրությունը քարոզարշավա, հիմա այսա հաղթանակի բանը, ճա հաղթանակի չի կներես։ Ուզում եմ ասեմ շքերթա լինելու, բայց հաղթանակի շքերթ չէ, հաշվետու շքերթա լինելու, որով պետքա ժողովրդին հիմա էլ այդ զենքերով բաներով փորձեն մոլորեսնել, բան անել, որ նայեք զինված ենք բան, մի երկիր դա մասին ասի մի գլխավոր շտաբի պետ, որ ասում էր, որ ադրբեջանցիները, որոնք գտնում են Հայաստանի դիրքերում, կսովածանան եւ կգնան։ Ես ուզում եմ Ինչը հիմա չեն սովածացել եւ չեն գնացել, ավելին ասեմ, վերջին տվյալներով ասֆալտ են արել այդտեղ։ Ես ուզում եմ հիշել արցախցիներին, պարոն Մարուկյան, որտեղ Սարդարապետի ճակատամարտին շատ կարևոր մասնակցություն են ունեցել նաև արցախցիները։ Եվ սա ինչով է կարևոր, որովհետև հիմա անդադ փորձում են մեզ հայաստանցիներից տարանջատել Արցախից եւ նաև մարդասիրական տեսանկյունից փորձում են ցավը հայրենիքի կորուստը ներկայացնել միայն արցախցիների կորուստը։ Դա մենք էլ տենց ինչ-որ երրորդ կողմ ենք, մարդասեր ենք, իրենց ընդունել ենք կամ բացասական իմաստով էլ ասում են դե արցախցիները թող կռվեն, ինչի չեն կռվել։ Բայց ես ուզում եմ ասել, որ չկա առանձին արցախցի հայաստանցի եւ կա ընդհանուր ազգային հարց, որտեղ մենակ արցախցիները չեն որ հայրենիքին կորցրել։ Մենք ենք կորցրել։ Ես եմ կորցրել, դուք եք կորցրել։ Եվ հիմա այս առումով շատ կարևոր է ընդգծել, որ այդ արցախցիներին չէին եկել այս հարայցյան աշխարհ եւ կռվում այս հայրենիքի համար, եթե մենք այնց օտար էինք իրար հետ։ Որովհետեւ մի ազգ ենք, մի հայրենիք ունենք։ Ըստ էության, հա, մի ազգ ենք, ունենք մի խնդիր, մի ազգային օրակարգ եւ չկա առանձին Արցախցու վիշտ, մենք էլ կողքից, չգիտեմ, երրորդ երկիր ենք, այ Ֆրանսիան լներ, մեր փոխարեն, ասենք, մարդասեր ֆրանսիացիները փախստականներին հյուրընկալեցին, բայց ընդհանուր է, չէ՞, հարցը։ Եվ այո, արցախցիները շատ կարևոր մասնակցություն են ունեցել Սարդարապետի ճակատամարտին։ Եվ ըստ էության մենք մի ազգ ենք եւ ունենք մի օրակարգ եւ այդ օրակարգը հարյուրամյակներ շարունակվում է։ Ես ուզում եմ նաեւ արձագանքենք այս վերջին շրջանի դեպքերին, Ժողովուրդ ջան, տեսեք, մենք խոսում ենք պատերազմի մասին, բայց հիմա օրինակ ունենք տնտեսական պատերազմի նշաններ։ Այսօր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, որ գազը չի թանկանա, խնդիրներ չենք ունենա, բան, բայց մարդիկ արդեն ունեն այդ խնդիրները։ Մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում, որ գազը չի թանկացել, բայց խնդիրներ ունեն, որոնք որ կապված են արտահանման հետ, որոնք որ կապված են արտադրությունների հետ, որոնք որ կապված են տարբեր փաստաթղթերի հետ, եւ Հայաստանի հիմնական շուկան այս պահին մեր համար, Հայաստանի համար դառնում է շատ ոչ բարեկամական շուկա, այսինքն չի ստացվում։ Մարդիկ խնդիրներ ունեն։ Այդ խնդիրները քաղաքական, վարվող քաղաքականության արդյունք են։
Հետեաբար ես մի բան եմ տեսնում, որ ոչ միայն մենք պետք է մարդկանց ասենք, որ հունիսի 7-ի ընտրություններով նաև որոշվում է Հայաստանի տնտեսական ապագան, քաղաքական ապագան, նաև խաղաղության հարցը, որովհետև իշխանությունը Արցախի կորուստը, վերջին բոլոր կորուստները ներկայացնում է որպես ձեռքբերումներ, Հայաստանի անկախացում եւ հաղթանակ։ Եվ այդ հաղթանակից հետո կարա գա, ասենք, այն ինչ որ դուք նկարագրում եք, չեմ ուզում ձեր նկարագրում։ Ես նախ չեմ համարում, որ դա հաղթանակներ են, դա աբսուրդ խայտարակություն է, բայց մենք ունեցել ենք, չէ՞, նման իրավիճակներ, որ փորձում են կորուստը ցույց տալ որպես ձեռքբերում, հետո ավելի մեծ բաներ են կորցնում։ Եվ դա Մարդկանց հիմարացնելու բանն է, էլի, պահվածքը։ մենակ սարդարապատով չի, նորից եմ ասում, վերջին հույսի ճակատամարտով չի։ Հասարակություններին քայքայում են մշակութային, տնտեսական, քաղաքական տեսանկյունից։ Եվ հետո նոր հերթացնում է վերջին հույսի ճակատամարտին, որը կամ կլինի կամ չի լինի։ Այդպես չի։ Այս նույն ադրբեջանցիների վերադարձի հարցն է, Ժողովուրդ ջան։ Նախիջևանում մարդիկ մեծ համաժողով են կազմակերպում, վերադարձ Արևմտյան Ադրբեջան, ստե քննարկում են, որ սուտ է, տես բան չկա, հանգիստ ապրեք։ Հանգիստ ապրեք, դուք գործ չունեք։ Եվ ամփոփելով, արի շնորհավորենք այսօր վերջին զանգն է Հայաստանում։ Երկնել միացա։ Հա, երկնել միացել է, Ժողովուրդ ջան, վերջին զանգը նշում են այնտեղ, կգնանք շնորհավորենք բոլորին նաև անձամբ։ Ես ուզում եմ բոլոր շրջանավարտներին կոչ անել լինել իրազեկ, լինել քաղաքացիական բարձր գիտակցությամբ։ Այս օրերի ընթացքում պատահում են, որ մարդուն բուկլետ ես տալի, ասում է, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ասեմ, եղբայր, ես քեզ չեմ հրավիրում քաղաքականությամբ զբաղվելու, թեպետ լավ կլիներ։ Բայց քաղաքացի ես, ընտրելու իրավունք ունես, սա էլ ընտրություններ է, քարոզարշավ է, վերցրու ուսումնասիրես կորոշես։ Մարդկանց մեջ այդ մտած բանն է, էլի որ քաղաքականությունը վատ բան է, չի կարելի, հեռու մնանք, փախնենք, գործ չունենք, բան, վերջում հանգում են կատաստրոֆիկ արդյունքների, այն մարդկանց պատճառով, ովքեր այդ անտարբերության արդյունքում վերընտրվել են կամ եկել են իշխանության։ Հետաբար շրջանավարտներին ես ուզում եմ կոչ անել, որ լինեն ակտիվ։ Քաղաքականապես։ Լավ քաղաքական բառն է արյան, քաղաքացիական ակտիվ գիտակցությամբ։ Դե որտեղ այդ քաղաքականություն բառը մեր միջավայրում շատ այլասերվել։ Դե որտեղ այլասերվածներ են մտել քաղաքականությամբ։ Եվ Նիկոլ Փաշինյանը այդ այլասերումը էլ ավելի է խորացրել։ Եվ մարդիկ քաղաքականությունը ինչ որ վատ բաների հետ են ասոցացնում եւ չհասկանալով, որ քաղաքականությունը իրենց կյանքի մասին է։ Մեր սկզբունքը արիստոտելյան սկզբունքն ենք մենք օգտագործում, ասում ենք քաղաքականությունը մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու միջոց է եւ մենք երբ որ կուսակցությունը հիմնադրում էինք, այդ կարգախոսը օգտագործում ենք շատ։ Արիստոտելը սխալ բան չէր ասի։ 100%։ Այսքանն էր այսօր, սիրելի հայրենակիցներ, այսօր մենք Արմավիրի մարզում ենք գտնվում, երեկոյան կշարունակենք քարոզարշավը քաղաք Երևանում, իսկ վաղը կլինենք Սյունիքի մարզում։ Հետևեք մեզ, մեր սոցիալական ցանցերից, մենք ասել էինք, որ մեր քարոզարշավը տարբերվելու է, չի լինելու նախորդ քարոզարշավների նման, եւ մենք պետությունը պահելու, մեր ազգի ինքնությունը պաշտպանելու կարևոր ուղերձներ ենք հղում, կարևոր նշանային վայրերից։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։